Շինաս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իդեմս տնօրեն Տիգրան Նազարյանի Տիգրան մեծ բնակելի համալիրի բնակարանները գնորդներին է ուզում հանձնել կիսավեր վիճակում, այս մասին Փաստինֆոյին փոխանցում են տեղի բնակիչները, նշելով, որ կառուցապատողն իրենց հրավիրել է նոտար։ Բնակիչներին առաջարկվում է ստորագրել փոխանցման փաստաթուղթ, որով նրանք պետք է ընդունեն բնակարանները խնդիրներով հանդերձ եւ միաժամանակ փաստացի հրաժարվեն կառուցապատողի պատասխանատվությունից։ Նորակառույցի արկա խնդիրներին Փաստինֆոն ավելի վաղ անդրադարձել էր։ Բնակիչները մեզ հայտնեցին, որ չեն հրաժարվում բնակարաններն ընդունելուց, սակայն չեն պատրաստվում ստորագրությամբ օրինականացնել վտանգավոր եւ իրականությանը չհամապատասխանող վիճակը։ Նրանք պահանջում են, որ նախ վերացվեն շենքի բոլոր խնդիրները եւ միայն դրանից հետո իրականացվի բնակարանների հանձնումը լիարժեք պատասխանատվությամբ։ Միևնույն ժամանակ բնակիչները հայտնում են մեզ, որ կառուցապատողի պաշտոնական էջում նշված է եղել, որ համալիրն ունի մանկապարտեզ, սուպերմարկետ, խաղահրապարակ, բասկետբոլի դաշտ, ինչպես նաեւ ուղիղ ելք դեպի Մոնթե Մելքոնյան ճանապարհ, սակայն նշված ենթակառուցվածքներից ոչ մեկը փաստացի գոյություն չունի։ Փաստաբան Ռոման Երիցյանի հաղորդմամբ շենքի 50 բնակիչներ հունվարի 30-ին խմբային հայց են ներկայացրել դատարան, որով պահանջում են, որ Շինաս ՍՊ-ից գանձել հարյուրավոր միլիոնների հասնող տույժեր, վերացնել իրենց օգտագործման իրավունքի խոչընդոտները եւ ճանաչել իրենց սեփականության իրավունքը գնված գույքի նկատմամբ, քանի որ կառուցապատող ընկերությունը 2 տարուց ավելի է խուսափում է դրանից։ Ի դեպ, կառուցապատողը Տիգրան Նազարյանը մրցանակ է ստացել բնակելի համալիրի կառուցման համար, այնինչ շենքերը խայտառակ իրավիճակում են։